Քանի որ բավականին շատ են խոսակցությունները սահմանադրության մասին վերջի տարիներին Հայաստանում, սահմանադրական կարգ շատ եք լսում եք, որ երկրները կարծես թե բաժանվում են այսպես երկու կատեգորիայի երկրի բոլորակի վրա, նրանք որտեղ սահմանադրական կարգ կա եւ նրանք որտեղ սահմանադրական կարգ չկա, եւ այդ տեսակետից ուրեմն առաջինները այսպես առավել առաջխաղացում են ունեցել, առավել զարգացած երկրներ են, իսկ մյուսները այսպես դոփում են տեղում, շատ ավելի դժբախտ վիճակում են եւ այլն եւ այլն։ Այսպիսի պահեր իհարկե առկա են, չնայած իրականությունը էապես ավելի խորն է եւ երևի թե ճիշտ չի այդպես ուղղակի կապել զարգացումը կամ ոչ զարգացումը սահմանադրական կարգի հետ, ուղղակի այսպես գրանցենք մի պահ, որ սահմանադրական կարգը համարվում է շատ կարևոր եւ դրա մեջ հանգույցային բառը սահմանադրությունն է, ճիշտ է եւ նրա հետ կապված երկրորդ բառը կարգը, որը այդ սահմանադրությունը դարձնում է այսպես գործող կյանքում։ Հիմա հիմնական մեր խոսակցությունը ծավալվելու է սահմանադրության շուրջ։ Ինչ է սահմանադրությունը, ինչի համար է, ինչպիսին է նա այսօրվա աշխարհում։ Կարծես թե ինչ-որ չափով ինչպիսին է նկարագրեցինք, որ կարևոր է, բայց ինչի է կարևոր, ինչ է ստեղծում։ Սկզբնական այսպես տպավորությունը, տարերայնորեն ձևավորվող հետևյալն է, որ սահմանադրությունը մի ինչ-որ օրենքների մի ամբողջականություն է, կարևորագույն օրենքների, որոնք ողնաշարն են ստեղծում տվյալ երկրի օրենքների, իսկ դրանով նաև կյանքի, որտեղ օրենքները սահմանափակումներն են, թե ուր կարելի է գնալ, ուր չի կարելի գնալ, ինչպես գործել եւ այլն։ Բայց սահմանադրությունը իր մեջ պարունակվում է այսպես շատ ավելի խորը մի պահ, որի մասին հենց կուզեի խոսել եւ դրա համար ստրատեգիա բառի հետ ուրեմն ամբողջականացրեցի, խնդրեցի այդպես ներկայացնել խնդիրը, ուրեմն սահմանադրական ստրատեգիա, այսպես կարծես թե անվանել ենք այսօրվա բանախոսությունը, ինչ ստրատեգիայի մասին է խոսքը։ Մարդը այսօրվա աշխարհում շատ հեռու է ստրատեգիական մտածելակերպից։ Մարդը ընթացիկ է, մարդը ռոբոտացած է։ Նա իմպուլսներ է անդադար ստանում կյանքից, զանգեցին, կանչեցին, ասեցին, խփեցին, հրավիրեցին, նվիրեցին եւ այլն, եւ մարդը այդ ամբողջականության մեջ գործում է, ըստ էության նա այսպես արտաքին կառավարվող է։ Այդ կյանքի բոլոր հանգամանքները նրան անդադար տանում են միտեղ եւ հայտնի չէ ուր։ Մարդը երբեք կանգ չի առնում ու չի մտածում, այս ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչի համար է, այլ մենք սովորում ենք։ Հիմա եկել ենք այս բանախոսություններն ենք լսում, քննարկումների ենք մասնակցում, այս ամենը ինչի համար է։ Կարծես թե որ լավ մասնագետ դառնամ, որ ավելի լայն այսպես աշխարհայաց ունեցող մարդ դառնամ, իսկ այդ ամենը ինչի համար, ինչի է պետք։ Այդ ինչու հարցերի, ինչպես հարցերի պատասխանը մնում է կյանքի փակագծերից դուրս։ Մարդը սրընթաց մտնում է կյանք, փոքր ժամանակ շատ կարևոր գործերով է զբաղված, չխչխկան խաղալիքներ, ուրեմն կռիվներ, մեկի ձեռքից խլել պաղպաղակը եւ այլն, եւ այդպես գալիս է դառնում մասնագետ, ապրում, ամուսնանում, երեխա ունենում, կամ չունենում, ուրեմն հասնում կյանքի ավարտին եւ կյանքը ավարտված է։ Իսկ այս ամենը ինչի համար է, կարծես թե մնում է փակագծերից դուրս։ Եվ կարծես մի շատ կարևոր բան բացակայում է մարդու կյանքից։ Դա այն է, որ ինչ-որ մի բան նրան ստիպի պարբերաբար անդրադառնալ այդ հարցերի հարցին։ Իսկ ինչ եմ անում, ինչի այս ամենը պետք։ Եվ այդ հարցերի պատասխանը պետք է դա հնարավոր գործընթացներից մեկը, որ տալիս է, դա սահմանադրական գործընթացն է, բայց սահմանադրությունը եթե կանենք մի քիչ այլ ձևով, քան այսօր կյանքում տրված է։ Իդեպ, երբ որ ասեցի այդ կյանքի ընթացքից եւ այլն, այսպեսի մի բան մտքովս անցավ, հիշեցի, այդ Կոն Բենձիկտ, եթե չեմ սխալվում, Եվրոպարլամենտի падգամավոր է հիմա, իսկ 60-ականների վերջին նա երիտասարդական շարժման միջազգային, այսպես համաշխարհային երիտասարդական շարժում է սկսել հիմնականում ուրեմն արևմուտքի երկրներում, Եվրոպա, Միացյալ Նահանգներ էին այսպես հիմնական վայրը, որտեղ այդ ամենը ծավալվում էր, եւ այդ հավաքներից մեկի ժամանակ Կոն Բենձիկտը փորձեց տալ փիլիսոփայությունը, ինչի համար են հավաքվել, ինչից են ուզում խոսել։ Եվ դա սահմանեց այսպես.
ասեց մեր հայրերը ունեին մեքենաներ, մարգագետիններ եւ ամառանոցներ։ Եվ նրանք իրար խափում էին, իրար սպանում էին, որպեսզի ունենան ավելի մեծ մարգագետիններ, ավելի մեծ ավտոմեքենաներ եւ ավելի մեծ ամառանոցներ։ Մենք չէինք հասկանում դա ինչի է պետք, մենք խելագարվում ենք։ Այդ ամբողջ կոնտրկուլտուրան, որ ի հայտ եկավ, այն ինչ որ դուք հիմա գիտեք որպես Beatles, այն ինչ որ դուք գիտեք որպես hippie, այն ինչ որ գիտեք այսպես որպես սեքսուալ հեղափոխություն եւ այլն, այդ ամբողջը ի հայտ եկավ այդ ժամանակ, որպես պատասխանը երիտասարդությունը առաջի անգամ սկսեց մտածել կյանքի ստրատեգիայի մասին։ Ընթացիկ կյանքը նրանց խելագարացնում էր եւ նրանք անդրադարձան այդ վերջը այս ամենը ինչ է, ինչի է պետք։ Հիմա ցավոք սրտի այդպիսի բուրըն այսպես իրադարձություններ չկա, որ մարդը անդրադառնա։ Չնայած կա մի մեծ սարսափ, որը երկրագնդի այսպես առավել խորը մտածողները բարբերաբար անդրադառնում են, շատ ուրախալի է, որ վերջեր Արևմուտքում էլ սկսեցին անդրադառնալ, Արևմուտքը իր բարեկեցիկ կյանքով, այսպես խաղաղ ընթացքներով եւ այլը, դեռևս 5-7 տարի առաջ ոչ ոք չէր խոսում այս խնդիրներից։ Կարծես թե Աստված այսպես ամեն ինչ ստեղծել է, այսպես էլ տանելու է եւ որևէ խնդիր չկա այդ հիմնարար հարցերին անդրադառնալու։ Եվ մեկ էլ սկսեցին ճգնաժամի հետևից խնդիրներ, մոլորակը պարզվեց հայտնվել է մի այսպես սարսափելի վիճակում եւ ասում են այս ջերմության բարձրացումը կապված է մարդու գործունեության հետ։ Այդպես է թե այդպես չէ, բայց խնդիրները ակնհայտ են, որ մարդու հետ են կապված, բնության աղտոտման հետ եւ 15 րոպե մենք արդեն ձեզ հետ խոսում ենք եւս մի տեսակ կյանքի վերացավ մոլորակից, այսպես բույսի կամ կենդանու տեսքով։ Ուրեմն, այսինքն սրընթաց կրճատվում է կյանքի բազմազանությունը մոլորակի վրա եւ դա մարդու գործունեության արդյունք է միանշանակորեն։ Ուրեմն ինչ, այս ամենը ինչ է և ուր է մեզ տանում։ Ես առաջարկում եմ սահմանադրական գործընթացը դիտարկել այդ տեսակետից։ Այսինքն, մենք սովոր ենք, որ սահմանադրությունը մի բան է, որ պարբերաբար, չգիտես ինչու, ասենք, ստեղծում է մի հանձնաժողով, այն վերջերս է, ասենք, Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց մի հանձնաժողով, որը պետք է վերանայի սահմանադրությունը։ Ինչի է դա պետք, ոնց է եւ այլը, դա մնում է քաղաքական ինտրիգի շրջանակում։ Ոմանք ասում են, ասենք թե ինչ-որ կետեր պիտի վերանայեն, որպեսզի այսինչ մարդը կարողանա դառնալ Հայաստանի նախագահ։ Մյուսը ասում է, թե չէ, պետք է վերանայեն, որովհետեւ գալիս է ցեղասպանության 100-ամյակը եւ հայությունը ինչ-որ տեղ պետք է գտնի։ Երրորդ ուրիշ բան, բայց ոչ ոք իրականում չգիտի, այդ ինչի ստեղծվեց։ Եվ այդպես է եղել Հայաստանի ոչ պատմության ընթացքում։ 95 թվականին մենք որոշեցինք, որ մեզ սահմանադրություն է պետք, որտեղ ամեն մի հայգող իրեն հարգող երկիր ունի նախագահ, ուրեմն նախագահի ավտոմեքենա եւ սահմանադրություն։ Հիմա մենք բաց թողում ունենք, այն երկուսը ունենք, այդ մեկը չունենք, դրա համար որոշեցինք սահմանադրություն ստեղծել։ Հավաքվեցին ինչ-որ մարդիկ, խելոք քերիներ, գրքեր դրեցին ուրեմն կողմերը, այս երկրի սահմանությունը, այն երկրի նայեցին որն է առավել լավ, որոշեցին, որ ֆրանսիականը մեզ այսպես ավելի համահունչ է, ինչու է համահունչ, ինչի մենք սահմանությունը գրելուց պետք է հենվենք ինչ-որ երկրների փորձի վրա եւ այլն, ոչ ոք չգիտեր։ Ուրեմն ուղղակի վերցրեցինք, քիչ թե պակաս հաջող արտագրեցինք ֆրանսիական սահմանությունը, հարմարեցրեցինք մի քիչ այսպես մեր պայմաններին եւ ունեցանք սահմանադրություն։ Այդ սահմանությունից հետո բխեցինք մեր բոլոր օրենքները, կարգերը եւ այլը եւ ստացանք այն ինչ որ ունենք։ Այսօրվա կյանքը մենք սահմանել ենք այդ սահմանադրությամբ։ Եթե մեկը ասում է անօրինական է եւ այլը, անօրինականությունն էլ է բխում սահմանադրությունից։ Այն որ կարելի է խախտել օրենքները, կապված է սահմանության հետ։ Օրինակ, Միացյալ Նահանգների սահմանությունում ասենք թե ժողովրդի ապստամբության իրավունքն է ինչ-ինչ պայմաններում շարադրված։ Մեզ մոտ այդ բանը չենք սահմանել, եթե սահմանեինք եւ սահմանեինք ինչ կարգով, կարող է մարդիկ ավելի զգուշ լինեին։ Միացյալ Նահանգներում պնդում են, որ սահմանության մի կետ կա, որը գրանցված չէ սահմանություն, բայց դա առաջի կետն է։ Դա որ 6 լիցկանոց կոլտը հավասարացրեց բոլոր մարդկանց տիեզերքում եւ նրանք շատ կարեւոր են համարում զենք կրելու իրավունքը, որը ամեն մեկին սանձահարում է, արդեն սանձարձակ չես կարող լինել, բայց դա իր հետ բերում է իր խնդիրները։ Ուրեմն ես նկարագրեցի սահմանության հետ կապված առօրյա մարդկության եւ մեր երկրի։
Իսկ հիմա անցնենք մի ուրիշ դիտարկման, այն ինչ որ ես կապեցի ստրատեգիայի հետ։ Եվ այսպես ես առաջարկում եմ այսպես միգուցե անսպասելի հայացք սահմանության վրա, որ սահմանադրությունը դա մի բան է, ոչ թե մի ինստիտուտ միայն, այլ եւ դիտարկել եւ դարձնել դա մի գործառույթ, որը ստիպում է մարդուն անդադար անդրադառնալ իրեն ով լինելուն, ինչի համար է այս ամեն ինչը։ Ընկերներ, ես մեկը ձևակերպում այսպես, այս սաղ, այս ինչ հաշիվ է։ Սաղ ասելով կյանքի ամբողջականությունը, իրոք սաղ, տիեզերքը, ամեն ինչը, այս ամեն ինչը ինչ է եւ մենք ով ենք այստեղ։ Եթե հարցը այդպիսին է, ուրեմն մարդը ամեն մի պատմական դարաշրջանում, ամեն մի օր, ամեն մի պահին, այսօր մենք եթե ձեզ հետ նստենք եւ փորձենք պատասխանել այդ հարցերին, մենք ինչ ենք այստեղ, ինչ է տիեզերքը, ինչ է երկիր ոլորակը, ինչ է մարդը, ինչ է մարդկային հասարակությունը, կենդանի աշխարհը, կյանքը, այդ ամենը ինչ է։ Եվ ինչպես պետք է այդ ամենը անցնենք, ինչի համար է, փորձենք սահմանել մեզ համար ինչ-որ նպատակներ, ինչ-որ սկզբունքներ կյանքի հետ կապված։ Եվ դրանից հետո, երբ որ գրանցեցինք, ասեցինք, մենք ինչպիսին ենք ուզում դառնալ ինքներս, ինչպիսին ենք ուզում դարձնել մեր երկիրը, մեր հասարակությունը, ինչպիսին ենք ուզում տեսնել մեր երեխաներին, ինչպիսին ենք ուզում տեսնել աշխարհը, եւ այլը, եթե այդ ամենը սահմանենք, հետո սահմանից հետո նպատակները դրեցինք, քիչ թե շատ որոշեցինք ձեզ հետ միասին ուղիները, որ դրան տանում են, սկզբունքները, որով պետք է առաջնորդվենք մեր կյանքում, դրանից հետո հրավիրում ենք քաղաքական գործիչներին։ Ասում ենք, լսեք, մենք այսպիսի նպատակներ ունենք, սրան ենք ուզում հայտնել։ Հիմա դուք փորձառու մարդիկ եք, դուք սկզբունքորեն պետք է որոշեք, այսօրվա վերմիջակից այդ կետերին ոնց ենք հասնելու։ Եվ ներս են վիճել, խոսել իր մեջ, սահմանեն, թե ինչպես ենք հայտնելու, ինչպես պետք է հասնենք։ Հետո հրավիրենք ուրիշ մասնագետների, ըստ ուղղությունների, որ ասենք, այս ուղիներով ուզում ենք հասնել այս նպատակին։ Ինչպիսին պետք է լինի դրա համար գիտությունը, կրթությունը, արդյունաբերությունը եւ այլը, նրանք էլ սահմանեն։ Եվ միայն դրանից հետո հրավիրենք իրավաբաններին եւ ասենք, ստեղծեք օրենքների համակարգը, ձևակերպեք որպես օրենքներ, որոնք մեզ օգնում են գալ այդ վիճակին։ Այդ դեպքում մենք կստանանք սահմանադրությունը, բայց որպես մի բան, որը մենք ստեղծել ենք մեր նպատակներին հասնելու համար։ Այսպիսի մոտեցում սահմանադրությանը մենք չենք դրսևորել երբեք։ Եվ դրա ամենակարևոր մասն է այն, երբ որ մենք մի պահ կյանքում կանգ առանք այդ թողովի մեջ եւ փորձեցինք հասկանալ խորքային ինչը ինչոց է։ Հիմա եթե մենք ինչ որ ձևով եկանք այդ վիճակին, ասենք սա այս հավաքը մարդկանց, ճիշտ է, այդ հավաքը պետք է լինի երևի թե այսպիսին։ Հրավիրենք ավելի խորը ամեն ինչ գիտակցող մարդկանց։ Երևի թե այն մարդկանց, ում անվանում են իմաստուն։ Դրանք կարող են լինել փիլիսոփաներ, դրանք կարող են լինել արվեստի գործիչներ, դրանք կարող են լինել եկեղեցու գործիչներ եւ այլը, եւ դա կարող է լինի հովիվ, որը շատ խորը մարդ է եւ ամբողջ իր շրջանը գիտի, որ դա այդպիսին է, որտեղ նրա հայացքը կյանքին կարող է իր մեջ պարունակի շատ խորը բաներ։ Մի շրջանակ ստեղծեցինք, այդ մարդիկ սկսեցին խորհել այս բոլոր հարցերի մասին, բայց նրանք պետք է փակ չխորհեն։ Նրանց այդ հավաքները պետք է ավարտվեն այսպիսի լուսաբանմամբ, այսպիսի մի սարք տեղադրում ենք եւ այդ ամենը հայտնվում է ինտերնետում եւ բոլորը կարող են արձագանքել։ Արձագանքել ոչ միայն նրանց այդ հավաքին, այլ իրար մեջ սկսեն քննարկել այդ հարցերը։ Մեկ ասա ինչ են խոսում, ինչպես է։ Այդպիսով մեր երկրի ժողովուրդը կհայտնվի մի ուրիշ վիճակում, ոչ թե ընթացիկ մարդու վիճակում, այլ այսպես ֆունդամենտալ մարդու վիճակում, ինչ-որ իմաստով ֆունդամենտալիստ, բայց մարդկային իմաստով ֆունդամենտալիստ։ Նա ուզում է խորքում ըմբռնել իր ով լինելը, աշխարհի ինչ լինելը եւ այլը եւ այլը։ Եվ դրանից սկսենք այդ սահմանադրական գործառույթը։ Եթե ես առաջարկեմ, որ այդ սահմանադրական գործառույթը չսահմանափակենք ինչ-որ մի ժամկետով, միշտ այդպես է։ Նախագահները ստեղծում են համապատասխան հանձնաժողովներ, պարլամենտները դա հաստատում են, ընդունում են գիտություն, հաստատում են դրա հետ կապված ինչ-ինչ գործառույթներ եւ սկսում է աշխատել, աշխատում է կես տարի, 1 տարի, 2 տարի, քիչ թե շատ այսպիսի քննարկում լինում է, ինչ որ ասացի, եւ հետո դա ավարտում է սահմանադրության ընդունման կամ փոփոխությունների ընդունման,
Եվ վերջ, դրանով ավարտում է, մի 10 տարի, 20 տարի ապրում ենք այդ սահմանությամբ, մինչև հերթական սահմանադրական հանձնաժողով եւ այլ եւ այլ։ Եթե կատարվի այն ձևով, ոնց որ ես առաջարկեցի նոր, երևի թե կլինի այսպես, որ մենք ձեզ հետ անդադար կանրադառնանք այդ խորքային հարցերին։ Մեզ ինչ-որ մեկը կարծես թե հա հիշեցնում է, թե այսպիսի հարցեր կան, ինչը ոնց է, այսի չի այսպես ստացվում եւ այլն։ Եվ այդ հարցերը տարբեր մարդկանց մոտ ծնվող դրա հետ կապված նույնպես բարձրացվում են եւ այդպիսի խորքային հերու գնացող պատասխաններ։ Ստրատեգիան ենթադրում է, որ դուք հերու պետք է նայեք, որ դուք պետք է խորը նայեք բոլոր հարցերը եւ ամբողջական։ Այն 3 գործառույթները, որ իսպար բացակայում են մեր ընթացիկ կյանքում։ Երբեք ոչինչ հերու չեք նայում, վաղը ինչ են ներում, մյուս օրը դե լավ 1 ամիս հետո, բայց դրանից է կողմ ինչ նայենք։ Երբեք ամբողջական չենք նայում, այս երևույթը կտրում ենք եւ վերջ, կյանքի ամբողջականության մեջ չենք նայում։ Եվ խորքային չենք նայում։ Այս բոլորը դարձնենք մեր սեփականությունը։ Այդ դեպքում մենք շատ ավելի էապես մարդ ենք դառնում։ Հասկանում եք, մենք տարբեր վիճակներում ենք լինում։ Մենք լինում ենք, ասացի ձեզ, ռոբոտային վիճակում, երբ որ այդպիսին է արձագանքները, մակերեսային, ոչ հեղու եւ այլը, շատ նման ենք դրան։ Իմպուլսը եկավ, արձագանքեցինք։ Մի իմպուլս եկավ, հակառակությամբ արձագանքեցինք։ Անդադար այսպես դեգերումներ։ Եթե այդ խորությունը կա, որից ես խոսեցի, մենք արդեն շատ ամբողջական ենք, արդեն ինքներս մեզ անդադար դրանով զբաղվելով ամբողջական ենք դառնում։ Մեր մեջ ինչ-որ էական բաներ բյուրեղանում են, թե ամեն մի անհատի մեջ, թե մեր ամբողջականության մեջ։ Ճիշտ ասած, ես չեմ սիրում դասախոսություն, ասեմ ինչի։ Ես գիտեմ, որ հոգնածնում եմ, հոգնածնելով տանջում եմ ձեզ, եւ ես չեմ ուզում ձեզ տանջել։ Կարող ենք անել այսպես, այսքան մասը խոսեցի, մի քիչ քննարկենք, հետո ինչ-որ բանի վրա ավելի խորը կանգ առնեմ, օրինակ միջազգային այսպես ինչ-որ շփումների, հարաբերությունների մասին սրա հետ կապված այսպիսի գործառույթների, օրինակ ես գտնում եմ, որ արժի ամբողջ աշխարհը անցնի այսպիսի գործառույթի եւ մարդիկ իրար մեջ փոխվեն եւ ստեղծեն նաեւ ինչ-որ պահեր, որ կարելի անվանել մարդկության սահմանադրություն, բայց այդ մարդկության սահմանադրությունը պետք է շատ զգույշ լինի, նա չպետք է ոչ մի կերպ խեղճացնի բազմազանությունը։ Մեզ համար շատ կարևոր է Բուրկինա Ֆասոյում, ինչպես են այս ամեն ինչի վրա նայում, որովհետև ես հատուկ տվեցի մի երկրի անուն, որը շատ հետամնաց է, դա Միացյալ Նահանգներ չի, դա Եվրոպա չի, որոնք հարգանքով խոսենք, բայց այդ Բուրկինա Ֆասոյում պարզվում է մարդիկ մի բան են տեսնում, կամ այսօր մի հոդված էի կարդում, որ էսկիմոսները պարզվում է ձյանը վերաբերող 20 բառ ունեն։ Այսպիսի ձյուն, նրանք տարբեր բառերով են նշում։ Եվ ոչ մի հայ, եւ անգամ ոչ մի ամերիկացի այդպիսի պատկերություններ ձյան մասին չունեն։ Դա շատ էական է, որ աշխարհը ունենա այդ հարստությունը։ Իսկ մենք էսկիմոսներին սովորացնում ենք անգլերեն, ռուսերեն, նայած որից ձեռքն են գնում, հայրից ձեռքը գներ իհարկե հայրեն կսովեցնենք եւ խայտարակություն կներ, այլևս ոչ մի էսկիմոս եւ բոլորը ասենք թե հայ են կամ ծայրագույն դեպքում ասենք թե անգլիացի։ Հիմա եկեք այսքանի շուրջ մի քիչ զրուցենք միգուցե, հա, ձեզ մոտ ինձ ասացին ընդունված է հարցեր, խնդրեմ։ Չգիտեմ հարցա միտքս կփորձեմ համեմատաբար համապատասխան ձևակերպել։ Ըստ էության ձեր ասածը արդեն տեղի ունեցել ամերիկյան սահմանադրությունը մշակելիս, այսինքն 55 հոգի տարբեր ոլորտներից բավականին մեր ասած խելացի մարդիկ հավաքվել են եւ թե ֆիլիսոփայական տեսանկյունից թե հացի կարգավորումներով ամփոփել են բավականին հաջող սահմանադրություն, իսկ համաշխարհային սահմանադրության մարդկության կարելի է ինչ-որ չափով մարդու իրավունքների անընդհանուր հռչակագիրները իրականին համարել, այսինքն այդպես ֆիլիսոփայական տեսանկյունից կարծում եմ շատ երկրներ խնդիրներ չունեն, հարցը կարելի է ուրիշ կողմից ձևակերպել, համաձայն եմ, որ սահմանադրությունը կենսակերպ է ինչ-որ ձևավորում, բայց մի ուրիշ կողմ կա հարցի, որ սահմանադրականություն պետք է ձևավորել հենց այդ սահմանադրության վրա։ Ես չեմ կարծում, որ մեր սահմանադրությունը բավականին այսպես թյուր է, չնայած ինչ-որ այլ կարծիքներ ունեն դրա վերաբերյալ, կարելի է անգամ ունեցած սահմանադրության վրա ձևավորել սահմանադրականություն, ինչը իմ համար ավելի կարևոր է, քան
հարցին փիլիսոփայական կողմից դրելը, ընդհանուր առմամբ պատմության ընթացքում բազմաթիվ փիլիսոփաներ հենց այդ սկզբունքային հարցերի վերաբերյալ դեբատներ են ունեցել ու շատ դժվար կլինի հենց սկզբունքային հարցերի վերաբերյալ ունենալ ընդհանուր եզրակացություն։ Կարծում եմ արդեն եղել է նման նախադեպեր ու պետք է հենց զարգացող երկրները ձևավորեն սահմանադրականություն, քան նորից վերափոխեն սահմանադրություն։ Հենց հարց տվեցիք, որ կանոնած պատասխանեմ։ Ուղղակի չէ, ես արդեն ինչպես պարզեցիք, դուք կարող եք նստած հարցերը տալ, ես այսպես կփորձեմ պատասխանել։ Ուրեմն գիտեք, խնդրեմը ինչու՞ն է։ Այդ ամերիկացիների մոտ հիմա այսպիսի մի գնահատական կա։ Ես այս հետ համաձայն եմ մի մասով, որ սկզբնական ձևավորում ամերիկյան սահմանադրության այդ իմաստով բավականին մոտ էր այս ձևին, որ ես առաջարկեցի, բայց ընդհանրապես այդ առաջի պահը։ Դրանից հետո ամերիկացիները անդրադարձել են պարբերաբար իրենց սահմանադրությանը, բայց ելի խելացի քեռիներով։ Ամերիկայի ամբողջականությունը դրանից դուրս է եղել։ Այսինքն թվում է, թե միայն իմաստունները պետք է դրանով խոսեն, իսկ ես ասում եմ, ամեն մարդու իմաստություն կարևոր է։ Եթե մենք վերցնենք երկու մարդ, ուրեմն ակադեմիկոս աստղագետին, որը խոսում է աստեղային երկնքի մասին, եւ հովիվին, որը արածացնելով ոչխարները պարբերաբար նայում է այդ երկնքին, նրանց ընկալումը աստեղային երկնքի տարբեր է։ Եվ այնպես չի, որ ակադեմիկոս ամեն ինչ գիտի, իսկ հովիվը անգրագետ է, որտեղ նա իսկի կրթություն էլ չունի։ Հովիվը տեսնում է այնպիսի բաներ, ինչը չի տեսնում ակադեմիկոսը։ Չկա ավելորդ մարդ մոլորակի վրա։ Բոլորը կարևոր են եւ բոլորը ասելու բանում են։ Եվ բոլորը խորհելու իրավունքը եւ պարտականություն ունեն։ Պարտականությունը, քանի որ իրենք մարդ են։ Մենք վերջերս սկսել ենք խոսել միայն մարդու իրավունքներից, դա խայտարակություններից մեկն է մոլորակի վրա։ Որովհետեւ մարդը առաջի հերթին պարտականություն ունի։ Միակ բանական էակը այս կենթանի կյանքում եւ այդ բանական էակը մեկ էլ ուրեմն հրաժարվում է իր պարտականություններից, ասում է ես ունեմ իրավունքներ։ Հիմա այսպեսի մի բան։ Ամերիկայում այսօր խոսում են մարդիկ հետևյալ բանի վերաբերյալ։ Ես Բժեզինսկու սահմանումով տամ, որտեղ ամենա այսպես իմաստուն մարդկանցից մեկն է Ամերիկայի, ճիշտ է, մի քանիսը ասում են մարազմի է ասել արդեն ծերուկը, բայց այդ հակառակորդ թիմն է ասում, էլի, այսպես ամերիկանցիների մեջ այդպես է, այս մի մասը սիրում է սրան, ատում է նրան եւ հակառակ։ Եվ այսպես ինչ է ասում Բժեզինսկին։ Ասում է Ամերիկանի լիդերությունը կորցնում է աշխարհում եւ երկրորդը, որ մոլորակը ունի հազարավոր յուրավոր խնդիրներ, որ ամբողջությամբ մոլորակը ճգնաժամի առաջ է գալու։ Ամերիկան լիդերությունը պահպանելու համար եւ մոլորակի առաջնորդությունը, մոլորակում առաջնորդությունը պահպանելու համար պետք է լուծի մի խնդիր։ Ամերիկային պետք է մշակութային հեղափոխություն։ Այսինքն մշակութային հեղափոխությունը ինչն է։ Դա նախ եւ առաջ վերաբերում է արժեհամակարգին, նա ասում է հիմնական այսպես թեզը, առաջին թեզը։ Ամերիկացին սովոր է ավելի ու ավելի շատ սպառել, սպառման ավելացումը դիտում է որպես առաջխաղացում, որպես այդպես է եղել մեր երկրի դրվածքը։ Հիմա մենք ոչ թե դրանից պետք է հրաժարվենք, մենք հակառակը պետք է պնդենք, որ ավելի ու ավելի քիչ սպառող մարդը դա է մարդու իսկական տեսակը, իսկ այն մի տեսակը, որը չթացնում է մոլորակը, ոչնչացնում է մեր երկիրը։ Հիմա մի րոպե մի կողմ դնենք, ճիշտ է Բժեզինսկին թե սխալ։ Ուղղակի տեսնենք, կա մի միտք, որը պետք է քննարկվի, որտեղ դա պետք է քննարկվի։ Եթե դա քննարկվելու է լաբորատորիաներում, ասենք, խաղաղեցին խելոք Բժեզինսկիները եւ միտեղ քննարկեցին երկու տեղ, հետո գործարքի մեջ իրար մեջ մտան, փորձեցին դա անցկացնել, ամերիկացիները զենքով դուրս կգան ու այդ բոլոր Բժեզինսկիների հերը կանիցեն, որովհետեւ իրենք գիտեն, որ մարդը գալիս է աշխարհ, որպեսզի ավելի ու ավելի մեծ մեքենա ունենա, ավելի ու ավելի մեծ ավարանություն ունենա։ Ինքը արդեն վերջի առնվազն 50 տարին այդպես է ընկալում, եթե ոչ 200։ Ուրեմն որպեսզի դա փոխվի, պետք է այնտեղ այդ բանավեճը երևի թե ծավալվի։ Եվ եթե ամերիկացիները ամբողջությամբ դրան չմասնակցեն, նրանք ուղղակի չեն ընդունելու այդ բանը։ Դա պետք է բոլորի ստեղծած եզրակացությունը լինի։ Այսպիսի խնդիր կա դրա հետ կապված։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, այն ինչ որ դուք ասեցիք, սահմանադրականություն։ Այստեղ խնդիրը այսպիսին է, եթե դուք ստեղծում եք վերջի վերջո
օրենքների այդ ամբողջականությունը, որը պետք է լինի այսպես դրվի կյանքի հիմքում։ Դրանից հետո ապահովել, որ նրանք գործեն, իհարկե կարևոր է, բայց ես ասեցի եւ նորից եմ ուզում կրկնեմ, եթե դուք նորմալ եք ստեղծել այդ օրենքների ամբողջականությունը, նա արդեն ինքը իրեն էլ պաշտպանում է։ Եթե ձեզ մոտ դա չի կատարվում, մեր նման այսպես հսկայական շեղումներ են, նշանակում է ինչ-որ բան այն չի այդ հիմնարար համակարգի մեջ է։ Այսքան է։ Խնդրեմ, դուք եթե ուզում եք հարցեր կապված։ Կարծում եմ ձեր ասած ընդհանուր տարբեր ոլորտների համագումարը կոնսենսուսի, այսպես ասած, կարող է գա, այս պահին աշխարհի վիճակը այնպես է, որ չեմ կարծում արդյունավետ կլինի նման տարբեր ոլորտներով մարդկանց շփումը կան ինչ-որ ընդհանուր եզրակացության։ Դա կարող մենակ տեղի ունենալ մարդկության պատմությունը ցույց է տալիս կատաստրոֆիկ ծայրահեղ քաոսի դեպքում եւ մարդիկ ուրիշ բան չունենան անելու, այսինքն կանգնած լինեն կոնկրետ խնդրի առաջ ու արդեն լուծեն։ Կարծում եմ աշխարհը մոտենում է դրան, կգա այդ օրը, բայց այս բանին արդյունավետ չեմ համարի, որ աստղագետը ու հովիվը կարողանան ընդհանուր եզրակացություն գալ, փոխաբերական իմաստով Այսինքն դուք կարծում եք, որ մեզ բանականությունը չի հերիքի, որ մինչև դժոխքի դուրը հասնելը փրկյատները հիշենք։ Իմ բարեկամներից մեկը սիրում է այդ մեջբերում անել, որ մինչև դժոխքի դուրը չհասնես, փրկյատները չես հիշի։ Հիմա մենք սպասենք մինչև այդ քաոսի վիճակում հայտնվի մոլորակը, որ բոլորս ենք կանխատեսում, այդ հավարյա բոլորս կամ այսպես ասենք, հասնենք, որ սկսենք դրա մասին մտածել եւ որ տարբերակը սա է, կանխատեսելով դա, փորձենք գնալ։ Դա խնդրեմ Ձեր ասացի մի օրինակ կարող վերեմ Իսլանդիայում 2005 թվականի տնտեսական ճգնաժամից հետո մենք այդ պատահականության կարգով այն ինտերնետով ընտրվեց 1200 մարդ, կապ չունի իրաց մասնակցություն, դա եղան ձկնորսներ, հովիվներ, չգիտեմ ուսուցիչներ, խոհարարներ եւ այլն, իրանք կազմեցին սահմանադրական խումբ, որը մշակեց սահմանադրության, այսպես ասած, հիմքը։ Հետո էլի պատահականության կարգով ընտրվեցին 14 հոգի, ովքեր այդ սահմանադրության վերջնական տեսքի բերվեցին։ Ու ասեմ, որ այնտեղ բնակչության 80%-ը կողմ արտահայտվեց այդ սահմանադրությանը ու ստեղծվեց այնպիսի սահմանադրություն, որը այդ պետության բոլոր քաղաքացիները ասած կարծիքը հաշվի էր առնում, բայց եթե վերջնենք համամարտկային տեսանկյունից, մարդը այսպես է մտածում, մարդը որպես մարդը որպես չգիտեմ հայրուս, այսինքն ազգային բառով, մարդը որպես համաշխարհային քաղաքացի, մարդը որպես պետական քաղաքացի եւ այլն, արդյոք հնարավոր է որ այդ բոլորը այսպես համատեղվի ու ստեղծվի համընդհանուր, որտեղ մարդը տարբեր երկրներում, տարբեր մտածողություններ ունի, տարբեր տեսանկյուններից է դիտում աշխարհը ու տարբեր խնդիրներ ու նպատակներ ունի։ Այս տեսանկյունից արդյոք հնարավոր է թե Ես իհարկե նկատի չունեի բացարձակապես, որ այդ մարդկությունը վրացի ստեղծի, ես նկատի չունեի, որ ստեղծի մի սահմանություն, որը բոլոր երկրներում գործում է, բացարձակապես։ Ես նկատի ունեի, որ տարբեր ժողովուրդներ, որպեսզի իրար հետ հարաբերվեն, ուրեմն եւ հարաբերվեն անպայման բազմազանությունը պահպանելով, ինչպիսի կարգ պետք է հարաբերման պաշտպանեն, որովհետեւ տեսեք մի րոպեով ես այսպես շեղնեմ այդ պահը նկարագրեմ։ Հիմա կան պետություններ եւ պետության սահմանին, որ մատով կպնում ես, ու կռիվ հալմահալ եւ այլը անձեռնամխելի են եւ այլը, գիտեք, էլի մենք որտեղ մատով կպանք Ադրբեջանի սահմանին եւ ունենք այն ինչ որ ունենք։ Բայց մյուս կողմից էլ այսպիսի մի բան կա, կան ժողովուրդներ, որոնք ապրում են իրենց երկրներում, օրինակ լեզգինները ապրում են կիսով, իրենց երկրում են ապրում, ինչպես հազարամյակներով ապրել են, բայց հիմա այդ երկրի իրենց կեսը մի պետությունում է, կեսը մյուս պետությունում է։ Իսկ իրանք էլ բարեկամներս են, իրանք ապրել են ընդհանրական կյանքով։ Հիմա այդ ընդհանրական կյանքի համար խնդրեմ է ստեղծվել։ Եվ երկրորդ խնդրեմը ստեղծվել է, նա չեն թողնում որպես լեզգին ապրեն, որտեղ երկու պետություններն էլ խնդիրներ ունեն նրանց հետ։ Նո ավելի պակաս Ռուսաստանը նա մեծ է ու ավելի հանգիստ է տանում, նույնիսկ ավտոնոմիայի բանի իրավունքներ է տալիս, իսկ Ադրբեջանը ոչ մի դեպքում ինքը փոքր է եւ ախելում է, որ խնդրեմ պետք է ունենա։ Ուրեմն ինչ որ բանաձևեր պետք է գտնենք, որ այդ պետությունները իրենց վախից չխեղդեն այդ ժողովուրդներին։ Այդ ժողովուրդներն լիակատար զարգանալով ինչ որ մի ուրիշ բանի չխփեն, որ խնդրեմ է ստեղծում
յուրի ժողովրդի համար, որը իրեն ասենք թե ղեկավար է համարում, պետ է համարում, թե այսինքն ես ուզում եմ ասեմ, այսպիսի բազմաթիվ հարցեր կան, ես մեկ ընդհանրապես ուրվագծեցի, որոնք պատասխանի կարիք ունեն եւ մինչեւ այսօր պատասխանը չունեն։ Եթե անգամ մենք վերցնենք եվրոպական կոնվենցիաները ազգային փոքրամասնությունների մասին, ըստ որի փորձում են կառուցել Եվրոպան, դրանք էլ հարցերը չեն լուծում, տեսեք մեր եվրոպական փայլուն երկրներից Իսպանիան, Բասկերը, Կատալոնիան եւ այլն, մի խոսքով խնդիրներ են եւ լուծված չեն։ Ուրեմն այդտեղ մտորելու հարց կա։ Ես չեմ ասում դեռ ինչպես մտորելու, բայց մտորելու տեղ կա կարևոր է։ Իսլանդիայի օրինակը որ բերեցիք շատ կարևոր է։ Ոմանք դա համարում են այսպես համաշխարհային հեղափոխության, այդ մշակութային հեղափոխության դրսևորումներից մեկը, որովհետև դա իրոք նույնիսկ հարցեն չէ, որ այդ մարդիկ իրար գլուխ հավաքվեցին։ Ամենալկտին նա էր, որ նրանք հրաժարվեցին բանկերի պարտքը վերադարձնել։ Ուրեմն բանկը սրբազան կովն է այսօրվա մոլորակի։ Ուրեմն եւ նրան պետք է բոլորը համբերելով ման գան եւ այլ եւ նրա պահանջները պետք է, եթե չես կատարում, պետք է անմիջապես պատիժ այսպես սահմանվի։ Բայց նրանք չենթարկվեցին եւ կարծես թե մինչեւ այսօր դեռ այսպես յոլա են տանում ինչ որ մի կերպ, էլի։ Ես չգիտեմ ապագայում ինչ կլինի, որտեղ շատ դաժան ժամանակներ են հիմա ապրում։ Դաժան են նրանով եւ որ շատ կարծր են հարաբերությունները եւ այդ կարծրությունը թաքնված է, շատ անգամ չես տեսնում, մինչեւ գլխիդ չեն հասցնում։ Հիմա բայց այսպեսի մի պահ կա։ Իսլանդացիները ստեղծեցին, համաձայն եմ, աշխատեցին մոտավորապես այդ ձևով որ ասացի, մոտավորապես խորքային դիտարկումը հարցերի բացակայում է, ինչպես նախորդ բանախոսը ասեց, ուրեմն բացակայում են պատճառով, որ ասեք թե եթե Պլատոնը այդ հարցի պատասխանը տվել է, Կանտը պատասխանը տվել է, այլ ես ինչ եմ գնել մեջ, ուրեմն այս պատասխանների ամբողջականությունը տրված է։ Բայց այսպես է, մարդը այնպեսի այք է, որ ամեն մի սերունդ պարտավորված է ինքը իր պատասխանը տալ։ Եթե դուք նույնիսկ չեք մտածելով տալիս պատասխանը, դուք պատասխանը տալիս եք ձեր կյանքով։ Դուք այս որակի վրա ինչ-որ բան ստեղծում եք ու ինչ-որ բան ոչնչացնում։ Ինչ-որ բան զարգացնում եք, ինչ-որ բանը դեգրադացիայի ենթարկվում։ Եվ դա անում եք անկախ նրանից, մտածեցիք դրա մասին, թե ոչ։ Ես առաջարկեցի ընդհանրապես մի բան։ Ասի եկեք բարբերաբար կտրվենք, կարևոր գործի ենք հիմա, դասախոսությունն է, սա է, նա է, մյուս րոպեին կգնանք այդ հյութերը կխմենք, եթե խմված չլինեն, եւ այլ, ուրիշ կարևոր գործերով կզբաղվենք։ Բայց խնդիրը ֆունդամենտալ մնում է, որ մենք արժի բարբերաբար հավաքվենք, մի հատ մտածենք այս ամեն ինչը ինչ է կատարվում։ Այդ դեպքում մենք ասում եմ, այդ ձևը մտածելու եւ ապրելու, մենք նոր պատասխանատվություն ձեռք կբերենք։ Մենք կդառնանք շատ ավելի խորքային մարդ եւ այդ խորքային մարդու պատասխանատվությունը կունենանք։ Վերջապես ես չեմ կարող ասել, որ ասենք թե օրինակ Քրիստոսի եւ ասենք այսօրվա ընթացիկ մի քաղաքական գործի պատասխանատվությունը նույնն էր։ Եվ ոչ թե պատճառով ես դա չդիտարկեմ Քրիստոսի որպես Աստված։ Ասենք թե մարդ էր, այդպիսի որակներով։ Բայց նրա պատկերացումը մարդկության ապագայի ներկայի մասին շատ ավելի ամբողջական է եւ խորը։ Նա մարդու մեջ փնտրում էր մի ուրիշ դրսևորումներ եւ կյանքի մեջ տեսնում էր ուրիշ կարեւոր բաներ։ Հիմա մեզ պետք է գալ այդպիսի մի որակների։ Իդեպ Քրիստոսի երկրորդ ծնունդը, ինչի մասին խոսում են, հենց դա է նշանակում։ Հանգած չսպասեք, որ նորից մեկը գալու է ձեզ խրատներ տա։ Ձեր մեջ ծնվելու է ձեր մի ուրիշ որակ, որը կարելի է անվանել քրիստոսություն։ Այսինքն այդ որակը, որը տրված է որպես մարդու համար ուղի, ես եմ ուղին, հիշում եք։ Ես եմ ուղին, հենց դա է նշանակում։ Ձեզ համար, դեր մեզ համար, ես եմ կբերեք, դեր ուղի չի դարձել Քրիստոսի տված ուղին։ Եվ հարցը Քրիստոսը չի, եթե դուք այսպես թերահավատեք այդ ուղղությամբ կարող է մի ուրիշ ուսուցիչի տված ուրիշ փիլիսոփայի եւ այլն։ Խոսքը դրա մասին է, խորքային ուղին մարդու համար որն է։ Եվ եթե այդ խորքային ուղին փորձում ենք հաշոշափել, շոշափելով միասին պետք է տեսնենք, իսկ ինչի պետք է լինի կյանքը, որ ինձ ամրապնդի, ես թույլ եկեմ։ Մարդը չի կարողանում մի բան որոշեց, դուք եթե որոշել եք չծխել, ինչ է կատարում ձեր որոշման հետ երկրորդ րոպեին կամ երկրորդ ժամին կամ երկրորդ օրը։ Անկամ այդ դատարկ հարցում, ուրեմն շատ ավելի բարդ հարցերում։
Դրա համար մենք թույլ ենք, մեզ պետք է որ ինչ-որ մեկը պաշտպանի։ Այ եթե ես որոշել եմ չծխեմ, իսկ մեկն էլ միլիցիայից եկավ ու ասեց ոստիկանությունը հիմա, ուրեմն որ եթե մեկ էլ տեսած ծխելով 15 օրով կբանտարկեն քեզ, այս արդեն մի քիչ ավելի լուրջ է դառնում։ Ուրեմն ինձ զսպող մեխանիզմ ստեղծվեց ինչ-որ։ Հետևաբար այն ինչ որ մենք ստեղծում ենք որպես սահմանադրություն, դա մեր բոլորիս որոշումն է, որ այդ ամբողջականությամբ ամեն մեկիս էլ օգնենք լինել այնպիսին, ինչպիսին որ որոշում ենք լինել։ Այսպիսին է հարցը։ Ձեր օրինակը շարունակեմ, օրինակ բանը գիտնականները վերցնում են երկու հոգու, առաջերտին ամերիկացու, մաթեմատիկոսի մի, տանելով աֆրիկյան ամենախուլ մի անտառներում, որ ասենք մի քանի մետր չեն կարող անցնել, ինքնուրույն քայլելով, եւ թողնում են, որ ինքը անցնի ինքան ճանապարհ, ինչքան մոտ մի կիլոմետր ու ավել, ինչքան որ ասենք մի 10 րոպեում կանցնի ցանկացած այդտեղի բնիկ։ Ինքը չի կարողանում, բայց նույն այդ կյանքի մեջ ապրող ներդաշնակ այդ աֆրիկացի մի ծնողի խնդրելով, որ իրեն երեխային տան, շատ լավ պայմաններում Ամերիկայում պահեն, շատ համոզելով, խնդրելով վերջը տալիս այդ ծնողը եւ Ամերիկայում նրան դաստիարակելով դարձնում են մաթեմատիկոս։ Նա դառնում է մի նենց հայտնի գիտական, անունը չեմ հիշում, որ մեծ ներդրում է ունենում համաշխարհային գիտության մեջ։ Դուք տեսեք այդ մարդկանց ուղեղը ոնց է աշխատում, ով ընդհանուր ներդաշնակության մեջ է ապրում։ Ու ասենք այսօրվա այս պայմանների մարդիկ, որովհետեւ բնությունն է մարդու ուղեղի աշխատանքի վրա նաև նպաստում։ Շատերս լսած կլինենք, ասենք, այս ինչ, չգիտեմ, Ղարաբաղցին կամ Վանաձորցին լավ ավելի խելացի, ասենք, ինչ-որ բան ունեն, որովհետև մարդիկ են, որ ապրում են սարերի մեջ, որտեղ մտածում են, որ եթե իրանք հիմա չշրջանցեն այս քարը, իրանք կընկնեն, իսկ մենք չենք մտածում այդ տարական բարը, որից հետևում է մեր այսօրվա այս մտածելակերպը, ասենք, ինչքան նպաստավոր կլինի նման մարդկանց, ասենք, ուղեղային ռեսուրսների օգտագործումը այսօրվա գիտության ու նաև սահմանադրության մեջ, իսկ ասենք ինչը վերաբերում է ստրատեգիային, մեկը օրինակ ես իմ ցանկացած շփումների շրջանակների մեծամասամբ երբ որ հարցնում եմ, բոլորը դժգոհում են այսօր այդ մարդու իրավունքների հետ միաժամանակ ներթափանցող աղանդներից ու այլասերող քայքայիչ երևույթներից, իսկ դրա դեմ պայքարելու միջոց ասենք էլ որն է, եթե ոչ հենց այդ սահմանադրության ստրատեգիան, էլի ես ասենց եթե կարելի է շատ լավ։ Ձեր տեսակետից ես համաձայն եմ, բայց կարծում եմ, որ ինքը կաշխատի հատուկ էթնոսների մոտ, չեմ կարծում ինքը Ամերիկայում կաշխատի այդ սկզբունքը, իսկ հայերից մոտ կոնկրետ աշխատել այդ սկզբունքը աշխարհաժողովների տեսքով։ Ու համոզված եմ նաև, որ կարող կրկնվի այդ ամեն ինչը։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր առաջարկ էր, ուրեմն մեզ մոտ կարծես թե փորձ կա հիմա, երեք դուք գիտեք, հա, որ երթ է եղել դեպի եկեղեցի, հա, շնորհավոր եւ շատերը մասնակցել են եւ այլն, սենց մի զարմանալի բան կար, մի Ֆինլանդիայից մեկը եկել էր, այս վերջերս ինչ-ինչ խնդիրների հետ, եւ այդ խորքային դիտարկմանը, որ այստեղ խորքային վերաբերում, շատ զարմացել է։ Եվ ես ասեմ, Հայաստանում շատ են խորքային խոսակցություններ են։ Օրինակ մենք դուք ասեցիք այդ ժողովի մասին, իսկ դուք եկեք ցանկացած հայկական ընտանիք, որտեղ մարդիկ հավաքվել են, ասենք քեֆ են անում։ Եթե 1-2 բաժակաճառից հետո սկսում են հարցերը այդ ֆունդամենտալ խոսակցությունը այդ ֆունդամենտալ բաների մասին։ Մեր մշակույթի մեջ կա խորը խոսել, բայց մեր մշակույթի մեջ չկա դա ամբողջականացնելը, չնայած այն օրինակը, որ դուք բերում եք իհարկե, մոտ 2000 տարի առաջ գործել է ու դրանով կառավարել են երկիրը։ Նույնիսկ թագավորին գահընկեցանելու կամ եկեղեցական ժողովները դրա շարունակությունն է, երբ որ հոգեվերականները եւ աշխարհիկ մարդիկ միասին հավաքվում են փորձելու համար, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել առաջարկի մի կողմի վրա, անընդհատությունը։ Շատ կարևոր է, որ հիմա մարդը ոչ մի օր չկտրվի այդ բանից, որ ինքը պետք է այդ խորքային մտածելակերպն ունենա,
դա իր էության մի մասը պետք է լինի։ Ես ինչի բերեցի Քրիստոսի եւ այսօրվա գործի օրը։ Քրիստոսը ապրել է այդպես, նա ուրիշ պատկերացում չունի ել կյանքի վերաբերյալ։ Նա միշտ խորքային է ամեն ինչին, ամենա այսպես կենցաղային հարցին այդպես է մոտենում, որովհետեւ նա ես թողից ներվի, նա մարդ է։ Ես տվյալ դեպքում մարդ բարձր իմաստով եմ ասում։ Եվ մի րոպե մոռանանք, ես ասացի, որ գործ ունենք միակի հետ, որի աստվածային բնույթի մասին եմ խոսում, ասում եմ, մարդը այնքանով, ինչքանով մարդ է, պարտավոր է շատ խորը լինել։ Այդ իր պարտականությունների մեջ է մտնում։ Եվ եթե մենք այդ պարտականությունից հրաժարվում ենք, գնա ման գա մեզ անեն, մի օրինակ կա, որ մեր այսօրվա վիճակը շատ լավ բնորոշում է։ Եվ մի շարք տեղերում բերել եմ, եթե որևէ մեկը հանդիպել է եւ եկողտ անգամ կլսի, ներող կլինենք։ Ուրեմն մի քանի տասնյակ տարի առաջ ֆրանսիացիները մի հետազոտություն անցկացրեցին։ Ուրեմն վերցնում են առնետի եւ նրա հաճույքի կենտրոնը էլեկտրոդ են մտցնում, թաթիկի տակ դնում են կոճակ, նա սեղմում է եւ հաճույք շատ հաճելի վիճակում է այսպես, երանելի վիճակում է հայտնվում։ Նա այնքան է սեղմում, մինչև սովից չի սատկում։ Նա անդադար ուզում է հաճույք ստանալ։ Հետո մի քիչ բարդացնում են։ Մի էլեկտրոդը մտցնում է իր հաճույքների կենտրոնը, մյուս էլեկտրոդը այդ նույն կոճակից մտցնում են մի ուրիշ առնետի ցավի կենտրոնը։ Երբ որ նա սեղմում է, ինքը հաճույք է ստանում, բայց այն կողքինը վնգստում է ցավից։ Առնետների 70%-ը չի սեղմում կոճակը, հրաժարվում է սեղմել։ Այդ կոճակը, երբ որ ինքը հաճույք է ստանում, հիմա մեր կյանքը այսօրվա ամբողջականության մեջ այդպիսի կոճակ է։ Ասենք այդ կոճակը օլիգարխների ոտքի տակ է, այդ կոճակը նախագահների, նախարարների եւ այլը ոտքի տակ է։ Եվ նրանք անդադար սեղմում են, չնայած տեսնում են, որ հազարավոր մարդիկ վնգստում են ցավից։ Բայց ինքը հաճույք է ստանում։ Ինքը սեղմում է։ Որ առնետը հենց Այս մոտեցումը ցույց է տալիս մեզ, ինչ սարսափելի վիճակում է հայտնվել մարդը։ Ես բերեցի առնետի ցուցանիշները եւ մարդու, եւ եկեք համաձայնենք։ Մի քիչ էսպես այնքան է բերողտ ինչի է համատությունը։ Պարոն Մանուչարյան, ես կարելի ասել թե տեղեկացած եմ, որ սոցիալական հանրապետության ժամանակ մենք ունեցել ենք Ներազգային ժողովում կառավարության մեջ հատուկ մարդկանց խումբ, այսինքն որոնք բաղկացած են բանվորներից, ուսուցիչներից եւ այլն, որոնք մասնակցել են օրենքների կամ ինչ-որ նմանատիպ հարցերի քննարկման, իսկ ճիշտ չի լինի հիմա այժմ նույնպես ստեղծել ինչ-որ նման մարդկանց խումբ, որոնք նույնպես եթե անհրաժեշտ է ինչ-որ օրենք վերանայել կամ սահմանադրությունը վերանայել եւ վերափոխել, նրանք իրենց կոնկրետ մասնակցություն ունենան եւ իրենք անձամբ ժողովրդի ձայնով ասեն այն ամենը, ինչ որ մենք ուզում ենք։ Դուք կարծես թե օգտագործեցիք սոցիալական բառը, հա? Սոցիալիստական, հա, լավ։ Բանն այն է, որ սոցիալականը, սոցիալիստականը մի քիչ տարբեր բաներ են, ու ամենակարևորը ես դասեմ, ուրեմն, քանի որ երկար այսպես պրոպագանդիստական ճնշումը, երբ որ երկու կենտրոնները իրար հետ մրցակցում են, նկատի ունեմ կար սոցիալիստական ճամբարը եւ կապիտալիզմի ճամբարը, կապիտալիզմին այսօր արևմուտքով է ներկայացած լիդերելի Միացյալ Նահանգները, այդ բանի ժամանակ որպեսզի հակառակորդին ոչնչացնես, չստացվեց իրար ոչնչացնել զենքով, մի քանի անգամ կռիվ եղավ, հետո որոշվեց այդ սառը պատերազմի գործիքներով, այստեղ գործիքային կատարումը ինֆորմացիոն, պրոպագանդիստական եւ այլ պատերազմներ արևմուտքը հաղթեց։ Հաղթելուց նա աշխատեց ամբողջությամբ ոչնչացնել, որ էլ հիշողություն չմնա այդ մի վատ բանից, որ ինքը չունենա այդպիսի հակառակորդ։ Եվ շատ դրական բաներ այսպես վերացվեցին։ Մասնավորապես սոցիալիզմի էությունը ոչ թե այն է, ինչ որ եվրոպական սոցիալիզմի։ Եվրոպական սոցիալիզմը հետևյալն է, որ մի քիչ քչացնենք այն նրանց ուտելիքը, ով շատ են ուտում, շատ են հավաքում, մի քիչ ավելացնենք այն մյուսներին, ով քիչ ունի։ Եվրոպական սոցիալիզմի էությունը դրանում է կայանում։ Ուրեմն սովետական սոցիալիզմինը հիմնված էր եւս մի բանի վրա, շատ կարևոր։ Մարդը բարձր երակ է, ինքը պարտավոր է ապրել բարձր կյանքով։ Այսինքն հասարակությունը ստեղծում է այդպիսի մարդու
այսպես հնարավորություն։ Դա կոչվում է նոր մարդու ծնունդ կոմկուսի ծրագրում, այդպես է գրված, որ ուրեմն կոմունիստական այդ ծրագիրը պետք է բերի նոր մարդու ծննդին։ Մոտավորապես ինչի մասին մենք խոսում ենք, կամ կարելի ասել, ոմանք ասում են դա քրիստոնեության այսպես վերարտադրված աթեիստական տարբերակն է, կարող է դրա մեջ էլ ճշմարտություն կար ինչ-որ, բայց ամենայնպես այսպիսի խնդիր կար։ Այսօրվա եվրոպական երկրները այդպիսի բան չեն դնում, սպառողական հասարակությունն է ըստ էության ֆունդամենտալ գաղափարը, որը ինչ-որ ժամանակ, ինչ-որ դեր խաղաց, ինչ-որ առաջխաղացումների բերեց անկասկած, բայց այսօր մի խայտարակ արգելակող բան է եւ մոլորակը ոչնչացնող բան, որտեղ այդ չինացիներն էլ վեր են կացել, ասում են, հա, մենք էլ ենք սպառողական հասարակություն ստեղծում, հնդիկները ասում են, մենք ինչ-որ ենք պակաս, եւ ասում են, որ մի մոլորակը չի հերիքում, որ այդ բոլորին համար սպառողական հասարակություն մի 5-6 այսպեսին պետք է, այնտեղ նայած թե աշխարհախորժակները ցույց արարողությամբ կզարգանան, էլի, այսպեսի խնդրեմ է ցակել։ Հիմա ուրեմն ինչ վերաբերում է այդ ներկայացությանը, ուրեմն սոցիալիստական, սովետական եկիր, այդ սովետների, ինչ է նշանակում սովետների, կառավարման բոլոր շրջանակները վերից վար կամ վարից վեր ավելի ճիշտ, ձևավորվում են այդ նույն սկզբունքով։ Այսինքն ժողովրդին բազմաթիվ հնարավորություններ էր տրված, որ ներկայացված լինի ամենատարբեր բաներում եւ գործի։ Իսկ մինուսը նրանում է, որ ռեալ կյանքում դա առաջարկում են այսպես զերծ պահել դրանից։ Այսինքն ժողովրդի ազդեցությունը մինիմալացնել։ Հասկանում եք, ֆորմալ իրավունքը կարծես թե կա, ռեալ կյանքում այդ իրավունքը այնքան էլ չի դրսևորվում։ Բայց իհարկե այսօրվա մեր վիճակի հետ ոչ մի համեմատություն։ Այսինքն բոլոր դեպքերում այնտեղ մի քանի ուրիշ բաներ էլ կային, ասենք թե օրինակ կար այսպեսի բան, ատյան, ժող վերահսկողության կոմիտե։ Այսինքն ժողովրդից ստեղծվում էին խմբեր, որոնք պետական մարմիններին վերահսկում էին։ Օրինական է, օրինակ չէ, այսպես է թե այնպես է, եւ դրանց ելույթը, ասենք թե ելույթները դժվար էր, այ կուսակցությունը օգտագործել էր, որ նրանց անի չխոսեն, շատ չլինի բան իրար հնարավորություններ, բայց եթե խոսեցին, դա անկասելի էր, եթե մի բանը ասված է, պետական մարմինները անպայման պետք է արձագանքեին այդպիսի վիճակի ստեղծել։ Ուրեմն այսպիսի մեխանիզմներ իհարկե պետք է ստեղծել, հիմա շատ ավելի կատարյալ, այդ սոցիալիստական, սովետական փորձի մինուսներն էլ պետք է մի կողմ շպրտել, իսկ այդ առողջ կողմը, որ ներկա լինեն, անպայման պետք է լինի։ Բայց նորից եմ կրկնում, շատ կարևոր է անընդհատությունը եւ կարևոր է ամբողջականությունը։ Ես արդեն խոսում եմ տոտալ կառավարման մասին։ Մոլորակում ծնվել է քաղաքական մարդը։ Այդ մարդը ոչ մեկին պատրաստ չի մի րոպեով անգամ զիջել իր կառավարման իրավունքը։ Եթե առաջ ներկայացական դեմոկրատիան աշխատում էր, ընտրում ենք մեկին նախագահ, նա կառավարում է։ Այսօր Իսպանիայում ընտրում են վարչապետ, դու parlamentakanություն, գիտեն ով է լինելու վարչապետը, ընտրում են վարչապետ, վարչապետը դրվում է, մի ամսից հետո դուրս են գալիս, ասում են Ռադևի դու շատ վատն ես, դու ես, մի ամիս առաջ են ուղղել։ Նա այդ մանդատը ստացել է ու ինչ որ բաներ անում է այնպես, ինչպես կարծես թե իր ծրագրում գրել էր։ Բայց մարդը ինտուիտիվ պատկերացում ունի կյանքի բովանդակության մասին։ Նա ընտրել է դրան, մտածելով, որ ինքը ընտրում է մի հատ ուրիշ կյանք։ Նա չի քննարկել այդ մարդու հետ այդ կյանքի բովանդակությունը եւ ոչ ոք չի քննարկում։ Ինչ որ պղպճակներ, ես կավելացնեմ թոշակները, ես կարգելեմ, որ շարժվեն այսինչ ճանապարհով, այլ միայն այն ճանապարհով, 2-3 բան խոսում են ու այդպիսի ընտրություն։ Շատ դատարկ բան է այսօր ընտրությունը։ Իսկ ընտրությունը պետք է այդպիսի լինի, ասում եմ մարդ էակ արդեն հասել է այն աստիճանին, որ ինքը ուզում է հասկանալ, այ ես ուզում եմ այս տիպի կյանք կամ այն տիպի, առաջարկեք ինչ կյանք է հնարավոր եւ որն է ուղին, որ տանում է կյանքի այդ տեսակին, այդ ձևին։ Հիմա մենք ընտրությունը պետք է այսպիսի բանի վերածենք։ Իսկ դրա համար մեզ պետք է այդ խորքային մտածողությունը, այդ ձևը մտածել, որը հնարավոր չունենք։ Այդ համարական այդպիսի այս ինչի եմ այսքան խոսում։ Ագիտացիա եմ անում, որ մենք ձեզ հետ ստեղծենք մի այսպես սահմանադրական մի այսպես գործընթաց եւ բոլորս փորձենք հասնել այդ վիճակին։ Կատակ է սա։ Կատակի տեսնել։ Հա, կատակի տեսքով ոչ կատակ, կատակի։ Ամեն կատակի մեջ իրար լուծեք։
Վերջ, հարցերը ելույթները ավարտվեցին, Եթե չկա, ասեմ։ չկա։ Ուրեմն ձեր ասացի այդ համամիտ եմ, բայց այդ ամեն ինչը պետքա բերի պետական մտածելակերպին։ Եթե ժողովուրդը պետական մտածողություն չունի, օրինակ մեր Հայաստանի մոտ Հովհաննես այդ խոսակցությունը շատ է գնացել, սակայն մտածելու ունակություն, այսինքն մենք տեսնում ենք իրան, ինքը չգիտեմ, խորհրդավոր կեսվածքներ, խելացի բաներ ասում, չենք նայում իր նախկին արած քայլերը, չենք գիտակցում ինքը ինչ կետի կարա հասնի ու իրան չարդարացնի, սակայն թող ենք մտածում ու պետական մտածողությունը չունենք դրա հետ։ Դրա համար պետք է նաև պետական մտածողություն, եթե դու չես կարող ունես ամենօր քո ժողովուրդը, քո շրջապատը առաջին կոմունիկաների մեջ պետական մտածողություն ձևավորի քո հնարավորություն շրջանների, չես կարող արդեն խոսած, օրինակ ինչ-որ բարձր գաղափարների սահմանադրական ժողովի մասին։ Առաջի կետը բոլորիս մոտ պետք է դա լինի, որ ամեն մեկ մեր ընտանիքում, մեր շրջապատի մեջ պետական մտածողություն սերմանի։ Ինչև դա կարծում եմ արդյունավետ չի լինի։ Ես մի քիչ պետք է կռիվ անեմ ձեզ հետ, պաշտպանեմ սիրտը, ասեմ ինչ է կապված։ Բանն այն է, որ օրինակ սուֆիական բիաբանություններում մարդկային սրտի սահմանումը հետևյալ ձևով է տրվում։ Ասում է, եթե մարդկային սրտում փորձես տեղավորել արարչին եւ նրա ողջ ստեղծած եզերքը, ապա դա կգրավի մարդկային սրտի մի փոքր կտորը։ Ուրեմն ես ուզում եմ մի քիչ զգուշ վարվեք, ուրեմն դուք պատկերացրեք, բոլորս սրտով ենք գործում, ոնց էր ասած, սիրտն է աշխատում մարդկային։ Էլ մեզ ոչ պետություն է պետք, ոչ օրենքներ, որտեղ ամենքս պատրաստ ենք ամեն ինչի հանուն դիմացինի, առանց որևէ բանի։ Մեզ օրենքը ինչի են բերում ասում, մի գողացիր, մի սպանիր եւ այլն։ Հիմա, բայց ես ինչ գողանամ, եթե ես պատրաստ եմ ունեցած, չունեցածս տալնել դիմացինին, որովհետև իմ սիրտն է աշխատում, ես նրան շատ ջերմ եմ վերաբերում։ Եվ այլն, ես ուզում ասեմ, այստեղ մի շատ կարևոր կարգ կա, եկեք դա չմոռանանք։ Պետությունը, որ ասում եք, դա շատ ցածր օղակ է մարդկային գործերի կառավարման։ Ճիշտ է, թվում է բարձրագույն, մանավանդ այսօրվա աշխարհում, երբ որ մարդը ասեցի առնետ մարդ եւ այլն, ապա եթե առնետներին պետություն պետք չի այնքան էլ, որտեղ իրանք կարծես թե յոլա գնում են, մեկը մյուսի վրա ուշադրություն դարձնում են։ Մեզ անպայման պետություն է պետք, եք ավտոմատով գտնես պիտի կանենք, թե իրանք սպանեն, ինչ ասես կանենք։ Եվ այսպիսի արևելյան մի իմաստություն գոյություն ունի։ Երբ մարդ կորցնում է ուղին եկեք հասկանանք ինչ է։ Ուղին հետևյալն է, այդ հարցերի պատասխանը։ Ինչ ենք եկել աշխարհ, համ ինչ ենք ապրում, ուր ենք ուզում գնանք, ինչ ենք ուզում լինի եւ այլն։ Ասեք թե մենք ինչ որ ժամանակ այդ ուղին իմացել ենք, այս բոլոր հարցերի պատասխանը եղել է։ Հետո մենք ինչ որ կորցրել ենք։ Ասում են, երբ որ մարդը կորցնում է ուղին, սկսում է խոսակցությունը առաքինության մասին։ Այսինքն, եթե ուղի կորցրել եք, չգիտեք, ասում եք, այ մարդը պետք է առաքինի լինի։ Երբ որ կորցում է առաքինությունը, խոսում են բարոյականությունից։ Երբ որ վերանում է բարոյականությունը, կյանքի են կոչվում օրենքները։ Երբ որ գնում է օրենքը, սկսում է գործել սովորույթը։ Եթե սովորույթն վերանում է, հասարակությունը փլվում է։ Ուրեմն դուք տեսեք մենք որտեղ ենք գտնվում։ Ուրեմն մենք սահմանադրական կարգ, օրենքներ, պետություն, 4-րդն է, ինչքան ենք իջել։ Ինչ որ ժամանակ եղել է, որ մենք իմացել ենք ուղին։ Հետո եղել է ժամանակ, որ մենք եղել ենք առաքինի։ Այդ կորցրել ենք, բայց առաքինությունը պահպանել ենք։ Հայաստանը այդ որ դիցաբանության մեջ ասում են, հարևան ժողովուրդները ասում են աստվածային օրենքների երկիր է, այն իմաստով, որ ոչ թե օրենքներ է եղել, չգիտես, պետություն եւ այլն, այլ եղել են այդպիսի հարաբերություններ, այդպիսի կյանքի կազմակերպում։ Կյանքի օրենքներ, այսպես ասեմ, ոչ թե գործող սկզբունքներ է կյանքի։ Եվ այլն, հիմա սա չի նշանակում իհարկե, որ ես ուզում եմ առարկեմ արդեն երկրորդ մասի հետ կապված, քանի որ ապրում ենք այսօրվա կյանքով, պետությունը շատ կարևոր է։ Բայց հիմա արդեն պետության հարցը հարցականի տակ է դրվում։ Մի կողմից հարցական է դրվում այն ջղային քեռիների կողմից, ովքեր կենտրոնացել են մոլորակի հարստություն իրենց ձեռքում, իրենց պետությունները սկսել են խանգարել։ Նրանք ուզում են ադմինիստրատիվ շրջաններ լինեն, պետությունների փոխարեն, որ հեշտ կառավար լինեն մի ընդհանուր կենտրոնից։ Այսպիսի վատ մասը կա այդ մտքի։ Վատ մասը դնենք մի կողմ։ Հիմա դրական մասը, ասացի, ի հայտ է եկել մի մարդ,
որը իր գործերի կառավարումը չի ուզում հանձնի մի այլ մարդու։ Եթե նա չի ուզում հանձնի, հետևաբար ստացվում է սենց, բոլորը ուզում են կառավարիչ լինել։ Իսկ պետությունը ինչ է։ Պետությունը երբ որ կառավարիչների դասը անջատվում է, այսինքն հասարակությունը մարդկանց մի խավ առանձնացնում է, մի շերտ առանձնացնում է, ասենք 3%-ը բոլոր մարդկանց։ Ու ասում է, սրանք կառավարիչներ են, չինովնիկներ, միլիցիոներներ, բանակայիններ, դատավորներ, այս պետությունն է։ Հիմա, եթե մարդը մեկ էլ ասում է, ես համաձայն չեմ, որ այդպես լինի, ես ինքս եմ կառավարում, նրանց պատրաստ չեմ տալ այդ ֆունկցիաները այդ բանում։ Այստեղ արդեն հարց է ծագում, թե իսկ ինչպես կարգավորենք մեր կյանքը։ Մոտավորապես երևում է հետևյալ մոդելը, եթե այն ստրատեգիական սահմանադրական բանը աշխատի։ Երևում է հետևյալ կարգը, որ ստրատեգիական հարցերում, խորքային հարցերում բոլորս ենք որոշում կայացնում, իսկ հետո երբ որ արդեն անցնում ենք կոնկրետ խնդիրների լուծման, դա արդեն ընթացիկ կառավարիչներ ինչ-որ մի սկզբունքով նշանակում են։ Խոսքը ինչի մասին է։ Երևան քաղաքը ինչպիսի պետք է լինի, Թամանյանի գործը կատարում ենք բոլորս միասին։ Ինչպիսին է, կար Սիրահարված Թամանյան, լսել եք այդ պատմությունը, որը Երևանը գծագրել է որպես սիրո նվեր իր ապագա տիկնոջը։ Այդ տղաներին ասում են, որ իմանաք, թե ինչով է պետք զբաղվել, երբ որ պատրաստվում ես ամուսնանալ։ Եվ ուրեմն Երևանը գծագրվել է որպես բացարձակ ջերմության քաղաք։ Այդ արևով ողողված ծառուլիները բանը ինչ ծառ պետք է լինի, ինչու այդպես, որովհետև մարդը պետք է որոշակի զգացում ստանալ այդ շենքերին նայելով, այդ ձևով շարժվելով, այդտեղ գնալով աշխատանքի եւ այդտեղ ապրելով եւ այլն եւ այլն։ Այս ամբողջը մտածված է որպես բացարձակ ջերմության քաղաք։ Հետո եկանք մենք այդ ամբողջը ջախջախեցինք։ Հիմա այսպեսի մի պահ է, ես ուզում եմ ասեմ, այդ ստրատեգիական հարցը Երևանը ինչպիսին պետք է լինի, պետք է, եթե այս բոլորս հավաքվենք, միանշանակ Թամանյանի պրոյեկտներ անցնելու։ Կամ դրա ավելի կատարյալ ձևը, որտեղ մեջներներս արդեն ավելի խորը միգուցե ընկալող, այսպես խորը բաներ տեսնող մարդիկ էլ կլինեն։ Բայց կատարումը արդեն դրա ներողություն կոյուղին ոնց անցնի, ջրային գծերը ինչպես ճանապարհները կառուցել եւ այլն մենք մասնագետներին կհանձնարարենք, բայց որ այդ ստրատեգիան իրականացնեն։ Այդ ապագա կառավարումը մոտավորապես էս մոտակա ժամանակներ այդպիսին է երևում։ Շվեյցարիան կարանքի ինչ-որ Պարոն Մանուկյան, ես մի հարց ունեմ այստեղ։ Հիմա ամերիկացիների մասն են ցանկացած ստրատեգիական ուղղություն, երբ որ ամերիկացի կարևորը մշակում է, անպայմանորեն հաշվարկը անում, այսպես կոչված feasibility study-ն, այսինքն իրականանալիության աստիճանն է, որ իր մեջ ունի միջոցներ, հնարավորություններ եւ այլն։ Հիմա ինչքանով է օրինակ այդ ենթադրենք թամանյանական լուսավոր քաղաքը կառուցելու հնարավորությունը feasibility կոչեցյալը, սա է խնդիրը, որովհետեւ կարելի է ունենալ լավ ուտոպիական գաղափար, բայց դա չիրականանա եւ հակառակը, որտեղ մենք տեսանք, այստեղ սոցիալիզմի մասին է խոսքը գնում։ Սոցիալիզմը եւ կոմունիզմը ոնց շատ լավ գաղափար մեջտեղ եկա, բայց այն ինչ որ մենք տեսանք, այսինքն հարկապես 20-30-ական թվականներին, դա տոտալիտար համակարգ էր, որ ջախջախում էր ամեն ինչ։ Իսկ 60-ական թվականները մի քիչ ուրիշ էր, որոշում են, որ այս բանվորը կընտրվի պատգամավոր, այս ճակնդեղագործը կընտրվի պատգամավոր, այդ ձև էր։ Այդտեղ էլ չի եղել ընտրություն։ Պարզապես ապահովում էր որոշակի ներկայացվածություն, որտեղ միևնույնն է այդ բանվորը չէր լուծում հարցը, լուծում էր կուսակցությունը, այսինքն եկավ կուսակցական պետություն, եւ այսօրվա պետության շատ տրադիցիաներ գալիս է կուսակցական պետությունից։ Իմ ասածը հետեւյալն է, այսինքն ինչքանով է հնարավոր միջոցների բացակայության պարագային ինչ որ լուսավոր գաղափար եւ ստրատեգիա իրականացնել։ Ուրեմն այսպես է, այն համակարգը, որ քննարկում ենք, այդ ամբողջական քննարկման համակարգը ստրատեգիա է։ Հետևյալ պահը ունի ինչ որ մարդկային ամբողջականությունը մտածելու գործում շատ ավելի հարուստ է, քան ցանկացած կառավարիչների շրջանակ, որ նույնիսկ կարելի է երևակայել, որ մնաց ռեալ կառավարիչների, որ գիտենք ինչ տխուր տեսարան է շատ անգամ լինում։ Հիմա, երբ որ այդ ամբողջականությունը մտածում է, անկասկած ձեր ասած խնդիրը, նույնպես հաշվի առնում, այդ բացարձակ աբստրակցիաներ նույնիսկ պատկերացնելը դժվար է,
Սովորաբար երբ որ մարդը ինչ-որ բանի մասին մտածում է, դրա հետ միասին նաև ուղին է զգում շատ թե քիչ, ինչքան հնարավոր է։ Բայց այդպիսի ամբողջականության մեջ, երբ որ այս դատողությունները սկսում են, քննարկումները սկսում են, կարող եք հենց նույն այդ Facebook-ում եւ այլ տեղերում, ասենք թե նայելով, որպես կանոն մարդիկ սկսում են ինչ-որ մեկին ավելի շատ լսել, որտեղ դրա մտքերը ավելի խորն են, տվյալ այսպես շրջանակի համար։ Կարծես թե ավելի ճշգրիտ պատասխաններ է տալիս, այդպես էլ լինելու է այս խնդրում։ Այսինքն, այսպես քննարկման ընթացքը ի հայտ է բերելու նրանց, ում խոսքը առավել ծանրակշիռ է, բայց միևնույն ժամանակ մյուսը կարող է մի ինչ-որ հարցում շատ ավելի դիպուկ եւ ճշգրիտ բան առաջարկի։ Ես ուզում եմ ասել, բոլոր դեպքերում տեսնում եմ այդպես մարդկանց ամբողջական մասնակցությունը կառավարման մեջ, այդ պատկերացումը այսպես կարծես թե նույնպես ուղղագծվում է, թե ինչպես դա կարելի անել, փառք Աստծո այդ ինտերնետ ստեղծող պարոններին, թե ընկերներին, նրանք բավականին հնարավորություն տվեցին այդ շրջանակը ընդլայնել։ Եվ տեխնոլոգիապես այդ բանը սկզբունքորեն հնարավոր է։ Մնում է մեկ բան, այդ խորքային խոսակցությունը, այդ մարդու դերի մասին, մարդու նպատակների մասին, մարդը ով է սկսած դրանից, այդ խորքային խոսակցությունը եւ որպես մշտական խոսակցություն, որը երբեք չի ընթացվում։ Ուղղակի բարբերաբար կլինի հետեւյալը։ Խոսում ենք, եկանք մի հարցի վերաբերյալ ինչ-որ կարծես թե բյուրեղացված եզրակացության, դա արդեն մտնում է գործող սահմանության մեջ։ Այսօրվա բարերով եւ այսօրվա կատեգորիաներով եմ խոսում, կարող է այդ սահմանությունը այդպեսին չլինի եւ սկզբունքները այդպեսին չլինեն, բայց այսօրվա համար կլինի այսպես. մենք խոսում, քննարկում ենք այդ խորքային ձևով, հետո սահմանության մեջ ինչ-որ փոփոխություն ֆիքսեցինք արդեն եւ բայց շարունակում է, խոսակցությունը շարունակվում է։ Այդ էլ ինչ կա, էլ ինչպես է եւ այլ, այլ մարդը այդ միջավայրում ապրում է։ Մոտավորապես սա։ Այո։ Շնորհակալություն, ուրեմն մի այսպեսի հարցերի խոսեցիք խորքային մտածելակերպի մասին, մոտ այսպեսի մի հարց առաջան։ Երբ որ այդ նախ եւ առաջ մի փոքր ճշտում ենք, խորքային մտածելակերպը վերաբերում է ընդհանուրին, եթե ընդհանուրին ավելաբերում մոտ մի այսպեսի մի հարց առաջանում։ Ընդհանուր եթե սկսում է խորքային մտածել, շատ խնդիրներին ու ընդհանրապես կառավարման տեսանկյունից արդեն լուրջ խնդիրներ են առաջանում, որտեղ շատ դեպքերում այդ խնդիրների լուծումը որոշ մասայի անգիտակցականի հաշվին է իրականացվում։ Այս դեպքում երբ որ խորքային բոլորը սկսում են մտածել ու խնդիրը ամբողջովին գիտակցած մակարդակում է, ավելի է բարդանում այդ խնդիրը։ Այս հետ կապված դիտարկումների շնորհակալ։ Գիտեք, այսպես նույնիսկ շատ ավելի անպատրաստ մարդու պայմաններում եւ տեխնիկապես շատ ավելի այսպես հագեցվածության բանը ցածր մակարդակի ես վերցնում եմ էլի դասական օրինակ է քրիստոնեությունը վերցնենք այսպես էր բավականին երկար ժամանակ այդ մտածելակերպը խորքային թե ընտրյալների շրջանակի գործիք էր եթե այդպեսին համարենք առաքյալներին օրինակ Եվ թե լայն զանգվածի, հետո զանգվածը ձեր ասած սկզբունքով փաստորեն ապստամբեց եւ խաչեց դրա գրողին։ Բայց sense մի խորամանկություն բարձվեց, էլի որ դրանով ամրապնդեց նրա ասածը, այդ տարբերակով եւ այդ բանը ինչ որ արկա էր մի մարդու մեջ, սկսեց գործել մյուսների մեջ, դրթելով ինչ պահվածքի, մտածելակերպի եւ այլն։ Հիմա խնդիրը հետեւյալն է, պարզ ճանապարհ, ես համաձայն եմ դեսել, գոյություն չունի։ Այսպես որ ասենք, սա միայն այսպես դրական էլեմենտներ մեջը պարունակող մի համակարգ է, այդպես չի անկասկած։ Պրոբլեմներ լինելու են եւ հսկայական թե ձեր ասածը, թե բազմաթիվ ուրիշ պրոբլեմներ։ Բայց կարծես թե մարդը ուրիշ ճանապարհ չունի։ Որովհետեւ արդեն մեր այդ ձեր ասած հնարավորի քաղաքականության մեջ սենց վիճակ է։ Մարդիկ հապստամբում են, իսկ այդ էլիտան, որը կառավարում է, նա արդեն լուծումներ չունի, որ դրա տակից դուրս գա։ Ուրեմն իրեն պետք է ավելի հասկացող մարդ, դրա համար Բժեզինսկին ասում է, եկեք մշակութային հեղափոխություն, բայց մշակութային հեղափոխությունը ով պետք է անի։ Եվ ո՞նց անել։ Քարոզիչը վերկանախոսի փայտերով քշել։ Հետևաբար ինչ որ տեխնոլոգիաներ պետք է աշխատեն, տեխնոլոգիաներ լայն իմաստով։ Ես նկատում եմ մոտավորապես այնպիսի մի ձևեր կյանքի կազմակերպան, ինչի մասին հիմա խոսում եմ։ Այո, թե իմ առաջարկած մեխանիզմը պարզ է ու ես չեմ առաջարկել ռիսկի չնայած սխալներ են գտել, ինչի իրեն ավելի լուրջ ու խորհրդանշ։
առաջարկի այդ տարբերակը, մեխանիզմը պարզ է, պետք է փոխենք մեզ ու մեր նեղ շրջապատը։ Ձեր քարոզչությունը կներկայացնես համար շատ շնորհակալ եմ ողջունում, բայց կարելի է ուղղել ոչ թե սահմանադրական ինչ-որ պլատֆորմ ստեղծելուն, այլ հենց ուղղել հենց ընտանիքին, ընկերական շրջապատին։ Եթե դու ինձ չես կարող ինձ մտածելակերպ փոխես, հարցումները չի լինի մենակով ձգտես պլատֆորմ ստեղծել։ Այստեղ դժվար է այդպիսի սահմանափակում դնել, ասել թե այս կատեգորիային ուղղված է, այս կատեգորիային ուղղված չի, այսպիսի առաջարկը։ Ուղղակի եկեք սա համարենք փնտրտուքի բաղկացուցիչ մաս, մարդը եւ մարդկությունը հիմա փնտրտուքի մեջ է, լավ, ինչ անենք այս խնդիրները, որ ստեղծել են, ոնց լուծենք։ Եվ այսօրվա դրությամբ ոչ մի բանական ձևակերպված լուծում չկա։ Եվ ոչ ոք չի գնում մի ուղիով, որ ասի, ես գտել եմ այս ճանապարհը, երկիր լինի, մարդկային խումբ լինի եւ այլն, ավելի շատ խուսափում են այսօրվա դրությամբ մոլորակի վիճակը։ Այդ փրկյատերը ձեր նախորդ առաջարկների հետ կապված են, որ հիշեցիք։ Ուրեմն, այսպես է, ոչ ոք այդ հեռանկարին նայելով չի խոսում ռեալ խոսակցությունը երկրի ներսում։ Այդպիսի ելույթներ ունենում են վերլուծաբանները, փիլիսոփաները եւ այլը, հենց որ առարկայական ընտրություն է, քաղաքական գործընթաց է եւ այլը, պատուհանները ներկեն կարմիր թե կապույտ, այսպիսի խնդիրներ են լուծում։ Եվ այս շրջանակից մարդկությունը չի կարողանում դուրս գալ։ Հիմա փիլիսոփաների փնտրտուքը վերածվում է մարդկության փնտրտուքին եւ այսպիսի էլի երկընտրանքի առաջ են։ Կամ ինչ-որ երկրներ, ինչ-որ հասարակություններ իրենց համար նման լուծումներ գտնում են կամ գոնե նման ուղի նշում են ու սկսում են քայլել։ Թեկուզ եթե սխալ է, կգնանք, տեսնենք սխալ է, ցեն ուրիշ ուղի փնտրել, բայց այդ ճանապարհով քայլել, որովհետեւ հակառակ դեպքում այսպիսի մի բան կար, երբ որ փլուզում էր խորհրդային միությունը, ըստ էության 88-ին ոչ ոք չգիտեր փլուզում է, թե ինչ-որ ռեֆորմների մի շրջան է գնալու, ուրիշ տիպի երկիր է ստացվելու։ Հայաստանում հզորագույն շարժում էր, երևի ամենահզորը խորհրդային միության տարածքում։ Հզորը ոչ միայն թվականակով, մեզնից ավելի մեծ հավաքներ անցնում էին Ադրբեջանում։ Բայց տարբերություն կար այդ մթնոլորտի նպատակների, սկզբունքների միջև։ Արդյունքում ասենք թե Ադրբեջանում հանցագործների քանակը ավելացել է շարժման, մեզ մոտ 0 էր։ Դուք հասկանում եք 0։ Հիմա այդ մթնոլորտը միջավայրը այսպես ստեղծվել էր այդ շարժման շնորհիվ։ Հիմա մարդը կարող է հայտնվել ամենազարմանալի վիճակներում։ Մենք տեսանք ինչ է հնարավոր, որտեղ կարող է լինել եւ այլն։ Եվ երբ որ նախապատրաստվում է, այդ մեր շարժումը եղավ, մենք կարծես թե հայտնվեցինք մի վիճակում, որ էապես ավելի նախապատրաստված էինք հետագա իրադարձություններին։ Քանց թե բոլոր նրանք, ով այդ ճանապարհը չանցան։ Կարծես թե հանգիստ էր, այստեղ խորհրդային բոլոր հանրապետությունները տարածք են կորցրել, համարյա բոլորը։ Մի երևի թե 70%-ը կորցրել է։ Հայաստանը միակ հանրապետությունն է, որ ձեռք է բերել տարածք։ Եթե խոսենք մի քիչ ցինիկ, այսպես արդեն այսօրվա նյութական աշխարհի վերականգնել է բանաձևը։ Հայաստանը միշտ մտնել է գործել է խորհրդային միության։ Նախքան 22 թվականը խորհրդային միության կազմավորումը, երբ ունենք 90,000 քառակուսի կիլոմետրանոց տարածք, խորհրդային միություն մտանք 30,000-ով։ Ուրեմն այդ բանաձևը, որ ինչի մենք կորցրեցինք, հենց պատճառը նա էր, որ մենք չէինք գտնվում այն վիճակում, որում պետք է գտնվել, երբ որ մոտենում ես ինչ-որ հերթական դրանը։ Անկախ նայած դա դժոխքի դուռ է, դրախտի, թե ընթացիկ մի դուռ, պարզապես։ Հիմա քննարկում ենք հենց այդ հարցը, որ ճիշտ է պատրաստ լինել։ Եվ հիմա ասում եմ, երբ որ մենք տեսնում ենք, երբ որ բոլոր խելացի մարդկանց բաները որ կարդում ես, որ գիտես, այս մարդը, իմաստուն մարդը խելացի, բոլորի կանխագուշակումները վատն են, ճգնաժամային են մարդկության համար։ Հետևաբար ճիշտ է հիմա գալ մի ինչ-որ վիճակի, որը թույլ կտա հետագայում հաղթահարել ավելի
հեշտ եւ նույնիսկ այսպես պլյուսներով, որովհետեւ եթե ճշգրիտ պատրաստ ես լինում, ամեն մի ճգնաժամ իր մեջ հսկայական հնարավորություններ է նաև առնում։ Միգուցե այսքանով Այսքանով սահմանափակենք, հա։